Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջահանգիրյանի եւ նրա եղբոր Վարդան Ջահանգիրյանի գործով դիմումների քննությունը։ Նշենք, որ գործի փաստերը վերաբերում են 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո փետրվարի 22-ին Ազատության հրապարակում Գագիկ Ջահանգիրյանի հայտնի ելույթին եւ դրան հետեւած իրադարձություններին։ Այդ ելույթում Ջահանգիրյանը անդրադարձել էր 2008 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված կեղծիքներին, բռնություններին, նաեւ խոսել էր հոկտեմբերի 27-ի գործի մասին, նշելով, որ կազմակերպիչներին հայտնաբերելու նպատակով բուն գործից անջատված մասով քրեական գործի վարույթը ապօրինի կարճվեց։ Ավելին, Ջահանգիրյանը դիմելով Ազատության հրապարակում հավաքվածներին ասել էր, որ եթե ժողովուրդը օգնի ընտրված նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա գործը ամբողջությամբ կբացահայտվի։ Այս ելույթից հետո հենց հաջորդ օրը Գագիկ Ջահանգիրյանը եղբոր հետ միասին Արգավանդի խաչմերուկից ապօրինի զենք կրելու համար բերման ենթարկվեց։ Այնուհետև փաստաբանի փոխանցմամբ ապօրինի կալանավորվեցին եւ դատապարտվեցին ոչ թե ապօրինի զենքի, այլ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ 3 տարվա ազատազրկման դատապարտված նախկին դատախազը անազատության մեջ մնաց 1 տարի 4 ամիս, ապա համաներմամբ ազատ արձակվեց։ Ընդ որում Արգավանդի խաչմերուկում բռնություն էր գործադրվել նրա եղբոր նկատմամբ, կրակոցներ էին արձակվել եւ հրազենային վնասվածքեր ստացել նրա եղբայրը, ինչպես նաեւ 2 ոստիկաններ ստացել էին հրազենային վնասվածք ոստիկանի կողմից արձակված կրակոցների հետևանքով։ Այնուհետև ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչություն նրանք բռնության էին ենթարկվել եւ Գագիկ Ջահանգիրյանը եւ նրա եղբայրը եղբորը ցույց չէր տրվել բժշկական պատշաճ օգնություն, նա արյունահոսել էր եւ բժշկական օգնություն չէր ստացել հրազենային վնասվածքից, այո։ Բացի դրանից նրանք ապօրինի ձերբակալվել էին, հետագայում նրանց նկատմամբ ապօրինի կալանքը ընտրվել էր որպես խաբամամիջոց, երկարացվել էր կալանքի տակ պահելու ժամկետը եւ հետագայում երկուսն էլ դատապարտվել էին անօրինական եւ այս ամբողջը կապված էր Գագիկ Ջահանգիրյանի ելույթի հետ։ Եվրոպական դատարանը անցած ամիս արդենից սկսել է քննել այս գործով դիմումները եւ Հայաստանի կառավարությանը բազմաթիվ հարցադրումներ է արել։ Մասնավորապես դատարանը Հայաստանի կառավարությանը հետևյալ հարցադրումներն է անում. Արդյոք դիմողը իր քաղաքական հայացքների հիմքով խտրական վերաբերմունքի զոհ չի հանդիսացել։ Արդյոք քրեական հետապնդումը եւ հետագայում նրա դատապարտումը չեն հանգեցրել նրա ազատ արտահայտվելու իրավունքի եւ խաղաղ հավաքների իրավունքի միջամտությանը։ Միանշանակ է, որ Եվրոպական դատարանը իհարկե տեսել է նրա Ազատության հրապարակում ելույթի եւ հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդման եւ դատապարտման միջև եւ ակնհայտ է, որ այս հարցադրումներից հետո պետությունը իհարկե չի ունենալու ոչ մի պատասխան, որպեսզի կարողանա Եվրոպական դատարանին բավարարել եւ նշել, որ իրականում նրա խոսքի ազատությունը եւ հավաքների ազատությունը սահմանափակված չեն եղել եւ նրա նկատմամբ չի եղել խտրական վերաբերմունք։ Ուշագրավ է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հարցադրում է արել նաև դատարանի կողմից արդար դատաքննության եւ անկողմնակալության հետ կապված։ Մասնավորապես դատարանը հարցնում է, թե արդյոք դատաքննությունը նախագահող կենտրոն եւ Նորք մարաշրջանների դատավորի անկողմնակալության մասին լեգիտիմ կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ հենց այդ դատավորի որդին հանդիսացել է Գագիկ Ջահանգիրյանի դեմ քրեական գործի նախաքննությունն իրականացրած քննչական խմբի անդամ։ Հայաստանի կառավարությունը բոլոր այդ հարցերին պետք է պատասխանի մինչև ապրիլի 9-ը։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող ժողովրդավարական հայրենիք կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը չի պատրաստվում հրաժարական տալ կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Մեծ զրույցում Մակեյանը նշեց, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում, հակադարձելով իր գլխավորած կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի եւ քաղխորհրդի անդամ Պետրոս Գևորգյանի 3 տարածած այն հայտարարությանը, որ Պետրոս Մակեյանը այլևս բարոյական իրավունք չունի զբաղեցնել ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահի պաշտոնը եւ տարբեր կազմակերպություններում հանդես գալ կուսակցության անունից։ Այս հայտարարությունը հաջորդեց Հայ ազգային կոնգրեսում սկսված ճգնաժամի եւ կոնգրեսի համակարգողի պաշտոնը լուծարելու անհրաժեշտության վերաբերյալ վերջին շաբաթներին Պետրոս Մակեյանի հնչեցրած գնահատականներին։ Ուստի մեծ զրույցում Մակեյանը համոզված էր, որ Ղուկաս Մեհրաբյանը եւ Պետրոս Գևորգյանը պատվեր են կատարում։ Չեմ ուզում մեկնաբանել ստով շահված ու իրենց երկով չգրված մի հայտարարություն, որը ուրիշ տեղ է գրվել, իրենք ստորագրել են։ Երբ որ ժողովրդայինիկը
դեկտեմբերի 26-ի կոնգրեսի հայտարարության չմիացավ ու հունվարի 13-ին առանցին հայտարարությունով հանդես եկավ նախագահական ընտրությունների ձևաչափի մասով եւ նաեւ առաջարկեց ՀԱԿ-ի առողջացման, բարեփոխման փաթեթ, դրանից հետո սկսվեց այս ամբողջ գործընթացը, որի պատվիրատուն կոնգրեսի նեղ շրջանակն է ցավոք սրտի Զուրաբյան Լևոնի գլխավորությամբ։ Բայց կա նաև իշխանական մեկ պաշտոնատար անձի մասնակցություն, որը օգտվեց կոնգրեսի նախաձեռնած այս process-ից եւ ինքը արդեն մտավ գործընթացի մեջ։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հիշեցնենք դեկտեմբերի 26-ին որոշում կայացրեց առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելու եւ առաջադրված որևէ թեկնածուի չպաշտպանելու մասին։ Կոնգրեսի քաղխորհրդի այդ օրվա նիստին Պետրոս Մակեյանը ներկա չէր եղել։ Այնուհետև հունվարի 14-ին նա անհամաձայնություն հայտնեց կոնգրեսի որոշման վերաբերյալ։ Պետրոս Մակեյանը իդեպ բացասական պատասխան տվեց մեր այն հարցին, թե հնարավոր է ժողովրդավարական հայրենիքը ի վերջո ընդդիմադիր կոնգրեսից դուրս գալու որոշում կայացնի։ Կոնգրեսի հիմնադիրն ենք մենք։ Հիմնադիրներից մեկն ենք։ Մենք փորձում ենք վերականգնել անձեն աչքով երևում է, որ կոնգրեսը մաշվել է, խնդիրներ ունի, եւ այդ խնդիրները փորձում ենք լուծել։ Եթե լուծվեց, լավ, եթե չլուծվեց, ինչ պիտանես։ Լուծգալու խնդիր չկա, այստեղ ուրեմն չի լինի կոնգրես, եթե չլուծվեց, չառողջացավ։ Կոնգրեսը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ծրագիրը առայժմ Մակեյանը քննարկում է կոնգրեսի անդամ կուսակցությունների հետ, որից հետո կներկայացնի դաշինքի քաղխորհրդին։ Պետրոս Մակեյանի դեմ հայտարարությամբ հանդես եկած Ղուկաս Մեհրաբյանը մեծ զրույցում շինց ուղղորակեց պատվեր կատարելու մասին իրենց հասցեագրվող մեղադրանքները։ Մի տարի կուսակցության գործերին քանը չեմ մասնակից դարձել։ Ինքը ո՞նց է համարձակվում։ Ինքը ուզում է կուսակցությունը դու ստեղծել մի իրավիճակ, որի պայմաններում ինքը կարող է կուսակցությունը դուրս գալ ՀԱԿ-ից, ՀԱԿ-ի կազմից, հասկանում եք։ Դրա համար խաղի մեջ շամասը տարբեր ելույթներով, ինձ, մեկ ուրիշին, եւ հետո մենք տեսանք, որ այս մարդը դա անպատասխանող հայտարարություններ անում։ ՀԱԿ-ին մեղադրում է, հանրապետության հիմնադիր նախագահին է մեղադրում, էլ կոմայից դուրս չկալ, էլ աջուրտի մասնակցեր, էլ խամաճիկներ, էլ ես իմ չգիտեմ ինչ։ Բայց դուք չեք կիսում ՀԱԿ-ի հասցեին հնչող մեղադրանքները եւ այդ բոլորովին արխնդիր է։ Ես կարող եմ հիմա միասին նստենք, քննադատենք, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ քննադատենք, Զուրաբյանն էլ քննադատենք, բայց դա ինչ կապ ունի կուսակցության ղեկավարի պաշտոնական հայտարարությունների հետ։ Ես դες բան մտքովս չի ասում, ՀԱԿ-ից փախնել։ Ինքը փախնի, ուզում է փախնի, թող փախնի։ Հասկանում եք։ Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, կոնգրեսը պաշտոնապես որևէ կերպ չի հակադարձում Պետրոս Մակեյանի հայտարարություններին։ Հայաստանի Հանրապետության գործող նախագահ, իշխող հանրապետական կուսակցության առաջնորդ առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում մարզային առաջին այցելությունը մեկնարկեց Սյունիքի մարզում։ Ես եկել եմ, որ այս անգամ էլ հայցեմ ձեր աջակցությունը առաջիկա համապետական ընտրություններում, Սիսիան քաղաքի մշակույթի պալատում ընտրողների հետ հանդիպմանը ասաց Սերժ Սարգսյանը։ Առաջին անգամը չէ, որ եկել եմ այստեղ այսպիսի խնդրանքով, ուստի ինձ համար սա մի տեսակ դառել է սովորական մի բան գալ եւ խնդրել մարդկանց, որպեսզի իրենց վստահությունը մեզ տան, իրենց քվեն տան, վստահեն մեզ, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր ծրագրերը։ Նախագահի թեկնածու Սարգսյանը Սիսիանում չխոսեց իր նախընտրական ծրագրերից։ Այո, բազմաթիվ խոստումներ միգուցե հենց Սյունիքում ու մասնավորապես Սիսիանում դրված ամբողջապես չեն կատարվել, նկատեց Սերժ Սարգսյանը։ Բայց ես իրավունք չունեմ հանրապետության որևէ մի նախագահ, լուրջ քաղաքական ուժի ղեկավար իրավունք չունի այսպես փոքր նշաձող դնել։ Պետք է բարձր նշաձող դրվի, որպեսզի կարողանանք փորձել առավելագույնը քաղել մեր հնարավորություններից։ Իսկ իմ ամենակարևոր խոստումը, երևի հիշում եք նաև, որ ես լոդրություն, թամբալություն չեմ անելու եւ առավոտից մինչեւ երեկո աշխատել եմ եւ ինչքան կարողացել եմ, փորձել եմ իմ գործունեությամբ լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները։ Ինչքան շատ սատարեք, այնքան ողջավորությունը մեծ կլինի։
Հացադուլ հայտարարած Հայաստանի նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին են այցելում ընկերներն ու ծանոթները, ոմանք քաջալերման խոսքեր են ասում, ոմանք էլ ծաղիկներ նվիրում։ Ճիշտ ասած չի ուզենա որ հացադուլի նստի։ Անիմաստ է։ Պետք է ընտրենք ուրիշ ձևի պայքար։ Այ ինչպիսի պայքար, որտեղ Հիմա ամբողջ Հայաստանն է հացադուլի նստած։ 70%-ն է հացադուլի նստած։ Կամ 30-ը նստած են, 40-ը սպասում են, որ պիտի նստեն հացադուլի։ Ղուկասյանն առաջին անգամ է հացադուլ անում։ Ասում է, որ հացադուլի առաջին գիշերն անցավ առանց միջադեպերի։ Գիշերը նա անց է կացրել տաք քնապարկում։ շատ ցուրտ չէր։ Ամեն ինչ նորմալ էր։ Ես այդ ամենը նախատեսել էի։ Դրան համապատասխան պատրաստական։ Սովն առայժմ նրա առողջական վիճակի վրա չի ազդել, թեկնածուն միայն ջուր է խմում։ Ղուկասյանը կրկին հայտարարեց, թե չի հրաժարվի պայքարի այս ձևից, մինչև չկատարվեն իր ներկայացրած պահանջները։ Եթե պահանջները կատարվեն, մեկ, եթե միջազգային դիտորդները կասեցնեն իրենց առաքելությունը, նույնպես ես գտնում եմ, որ ինձ համար հիմնական կլինի կասեցնել։ Այն հարցին, թե հնարավոր է հացադուլի ընթացքում որոշում կայացնի դուրս գալ ընտրապայքարից, թեկնածուն բացասական պատասխան տվեց։ Ոչ։ Պայքար կիսատ, դա շատ վտանգավոր է, որովհետև ավելի բացասական բաների համություն։ Ես տանել եմ այս պայքարը մինչև վերջ, ուժերի ուշությամբ չսպանվեմ իսկական։ Թեկնածուին 3 այցելել են նախագահի թեկնածուները Ռաֆի Հովհաննիսյանն ու Արամ Հարությունյանը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում գիտության զարգացումը գտնվում է անմխիթար վիճակում։ Գիտնականները շատ ցածր վարձատրություն են ստանում, բավարար չէ գիտական ինստիտուտների եւ կենտրոնների տեխնիկական հագեցվածությունը, գործուղումների եւ միջազգային գիտաժողովների մասնակցելու հնարավորություն հազվադեպ է ընձեռնվում գիտաշխատողներին եւ այլն եւ այլն։ Չնայած այս ամենին, իհարկե տասնյակ ու տասնյակ գիտնականներ լրջորեն զբաղվում են գիտական ամենատարբեր խնդիրներով եւ ակնհայտ արդյունքների դեպքում մրցանակների արժանանում նաեւ։ Նախագահի մրցանակ, պետական մրցանակ եւ այլն։ Բայց ահա օրերս մի եզակի բացառությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի արժանացած գիտնականներից մեկը բաց նամակով դիմելով Հանրապետության նախագահին հրաժարվեց իր ստացած մրցանակից։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող, գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը 2008 թվականին էր ստացել մրցանակը եւ այսօր մեր ռադիոկայանին տված հարցազրույցում հարցից թե որն էր ի վերջո մրցանակը վերադարձնելու պատճառն ասաց. Մրցանակը վերադարձվեց մի պարզ պատճառով, որ գիտության բնագավառում, ինչպես եւ ամենուր մեր կյանքում հանրության մեջ ցինիզմը արդեն հասել է կակատնակետին, այլասերվել է ամբողջ գիտական համակարգը, գիտական չափորոշիչները եւ ես որպես ասենք մասնագիտական արժանապատվության նշան եւ բողոքի նշան ինչ որ կատարվում է մեր գիտության բնագավառում այսօր դրա համար նպատակարար կտա վերադարձնել, քանի որ այդ ամեն ինչի պատասխանատուն ինչ որ կատարվում է նաև գիտության բնագավառում իմ կարծիքով պատասխանատուն երկրի նախագահն է։ Նայեցեք դուք երբ եք ստացել մրցանակը։ 2008 թվականին, 2007 թվականի աշխատանքների համար։ Շատ լավ, 2008 թվականին դեռ լավ էր ամեն ինչ գիտության բնագավառում, այսինքն ինչու ստացակ է դեպքում։ Հայտնի է, որ այդպես շատ բան չի փոխվել, չէ՞, 2008-ից մինչև գիտության բնագավառում։ Նայած ինչ տեսակետից, եթե ֆինանսական տեսակետից նայեք, համարյա բան չի փոխվել, բայց այն նիստուկացը, այն չափորոշիչները, այն մթնոլորտը հսկայական փոփոխություն է տեղի ունեցել։ Արդեն բացահայտ ցինիզմի է հասնում ամեն ինչ։ Մի քանի կոնկրետ էլի օրինակ կարող եք բերել, որպեսզի հենց այնպես չհնչի։ Կանոններ չտանք։ Ասենք կոնկրետ ինչից եք դժգոհ, մի դեպք նկարագրեք, մի երևույթ ասենք։ Այդ երևույթ, որ այսօր այնքան են արժանապատվությունը պատիվը գցել, վարկանիշներն իջացրել, որ ով փողոցից դուրս է գալիս, դառնում է գիտական աշճաններ է ստանում։ Շատ վերջերս, որը վերջին կարելի ասել կատիլներ այդ, որ ցինիզմի բաժակը լցվեց, որ նախարարները, մարզպետները արդեն շատ հեշտությամբ
դառնում են գիտությունների տեխնազու, թե ինչին է պետք իրանց Աստված գիտի, բայց իրանց հաստատ պետք չի։ Իսկ դա, բայց դրանով նրանք այլասերում են գիտությունը եւ գիտության վարկն են գցում։ Օրինակ, Պաշտպանության նախարարը դառնում է գիտությունների տեխնազու։ Չեմ կարծում, որ Ժուկովը ուզենար դառնալ պատերազմի ժամանակ այդքան գործարած բանը դառնար ցանկանար գիտության ինչ որ կոչում ստանալ, թե ինչին է պետք մեր պաշտպանության նախարարին այդ գիտությունների տեխնազուի կոչումը։ Գուցե մարդը իսկապես ինչ-որ բան է արել, աշխատել է։ Մենք որ աշխատել ենք, ես որ իմ տեխնազուական աշյանը, եթե Հայաստանից ստացած լինեի, էդե կվերադարձնեի։ Ես Հայաստանից չեմ ստացել ցավոք սրտի։ Ձեր այս քայլը մրցանակը վերադարձնելու ներողություն համընկավ նախագահական ընտրությունների այս քարոզարշավի հետ։ Չէ, դա հատուկ էր արված, թե անկասկած, որովհետև գիտությունը չի կարող։ Գիտեք, գիտությունը բնագավառ է, տնտեսության բնագավառ է, մեր կյանքի բնագավառն է, ինչ որ երկրում հակադարում չի կարող չանդրադառնալ գիտության վրա կամ գիտության բնագավառում չի կարող չլինել այն բարգերը, որը կա ամբողջ հասարակության տարբեր բնագավառում։ Ինչ վերաբերում է արդեն 16 տարի գործող գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների հիմնադրամի, ապա դրա նպատակն է աջակցել հատկապես երիտասարդ գիտնականներին։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտից ստացված 8 միլիոն դրամ է հատկացվել այս տարիների ընթացքում ոչ միայն երիտասարդ, այլ նաեւ հարյուրավոր գիտնականների, շեշտում է Հարություն Կարապետյանը։ Որովհետեւ քիչ թե շատ ի հեջուկս մեր նախարարի կրթության գիտության, որ ասում է թող գնան դուրս, Իեջուգս մեր վարչապետի, որ ասում է թող չմնան Հայաստանում հեղափոխություն կանեն, Իեջուգս ակադեմիկոսների, որ ասում են լավ երեխեք կմնան Հայաստան իրար միշտ ուտեն կանիբալիզմով են տարապում, եւ այլն եւ այլն։ Ու այդ 8 միլիոն այնքան արդյունավետ է ծախսվում, որ մի տարվա բյուջեի կեսն չի, հսկայական գործեր արված ու բոլորին է հայտնի։ Վերջում նշենք նաև, որ Հարություն Կարապետյանը աջակցում եւ զորակցում է Հայաստանի Հանրապետության նախագահի տեխնացու Անդրեաս Ղուկասյանին, որն արդեն 3-րդ օրն է հացադուլի է նստած Գիտությունների ազգային ակադեմիայի աստիճանահարթակի մոտ։ Արդեն 9-րդ օրն է Վանաձոր քրեակատարողական հիմնարկում գտնվող Շալիկո Մանուչարյանը հացադուլ է անում։ Այդ կերպ նա իր բողոքն է արտահայտում դատախազության դեմ։ Մինչ Մանուչարյանը հացադուլ է անում, նրա մայրը, հարազատները, հարևանները եւ ընկերները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի առջեւ 3 իրենց բողոքն էին արտահայտում եւ արդարություն էին պահանջում։ Իմ տղան անմեղա, թող նրան ազատեն, նորից եմ կրկնում, դեպուտատները ստորագրել են մեր մարզի, ավականին ստորագրել է, սպորտ կոմիտեից ստորագրել են, որ ինքը ոչ միտեղ չի գնա։ Թող հիմա նա 8 օր ոչինչ չի կերել, բերանը կարած, նրա առողջական վիճակի համար են կանհանգստանում։ Եթե մի ամիս էլ երկարացրեցին, նա էլի չի քանդելու բերանը, այսինքն իմ երեխան ինչ որ անարտարության պատճառով դիմահանա։ Մանուչարյանն արդեն 8 ամիս է կալանավորված է։ Մայրը Ռուզաննա Վարդանյանն ասում է, որ արդյունքի չհասնելու դեպքում պատրաստվում է նստացույց անել Հանրապետության նախագահի նստավայրի դիմաց, իսկ եթե դա էլ չօգնի, դիմելու է Եվրոպական դատարան։ Ես հանրապետական կուսակցության անդամ եմ, կճղեմ այդ տոմսը, ինձ պետք չի։ Մասսայաբար կբառեմ նախագահի նստավայրի մոտ։ Եթե ես իրան միշտ պաշտպանել եմ այդ կուսակցությունը իմ թիկուկին չի, թեքել եմ ես այդ կուսակցության վրա։ Մանուչարյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը պնդում է, որ անհիմն մեղադրանք է առաջադրված եւ առանց բավարար հիմքերի արդեն 8 ամիս է Մանուչարյանը գտնվում է կալանքի տակ։ Փաստական կողմը այն է, որ առանց ապացույցների 2010 թվականին քրեական գործ է հարուցվել, 6 ամիս քննվել, կասեցվել է մեղադրյալի գտնվելու վայրը անհայտ լինելու հիմքով։ Այսինքն երբ որ նա հայտնաբերվի, պետք է վերսկսեն եւ արագ ուղարկեն դատարան, որտեղ բոլոր ապացույցները արդեն ձեռք բերված են։ Բայց մեղադրյալը իր տանը հայտնաբերվում է մայիսի 30-ին եւ վերսկսում են վարույթը 8 ամիս նոր ապացույցներ են ձեռք բերում։ Բայց եթե այդ ապացույցները չունեիք, ինչպես եք մեղադրանք առաջադրել եւ հետախուզում հայտարարել։ Հակոբյանն ասաց նաև, որ ի տարբերություն հարազատների ինքն անարգել հանդիպել է Մանուչարյանի հետ եւ այս պահին նրա վիճակը ծանր է։ Ամբաստանյանը հունվարի 14-ից հայտարարել է անժամկետ հացադուլ, կարել է բերանը, մինչ օրս հացադուլը շարունակվում է, բերանը կարած վիճակում է, առողջականը գնալով վատանում է, բերանը կարած վիճակում մնալու է, մինչև իր խախտված իրավունքները չվերականգնվեն։
Այնուհետև հավաքվածները շարժվեցին դեպի Լոռու մարզի դատախազություն։ Մարզի գլխավոր դատախազ Կարեն Շահբազյանի հետ զրուցելուց հետո թե ինչ որոշվեց, պատմում է Ռուզաննա Վարդանյանը։ Չունենք ոչ մի տենց լուրջ փաստեր իր նկատմամբ, եթե մինչև 24-ից որ բան չլինի, բաց կթողնենք։ Եթե 24-ին էս դերասանություն եղավ, 24-ին դերասանությունը պարզվեց, ես կնստեմ հացադուլի։ Փաստաբան Ռուբեն Հակոբյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ինքը լավատես է եւ այս գործը դատական հեռանկար չի կարող ունենալ։ Իսկ թե այդ դեպքում ինչու է գործն այսքան ձգձգվում, Հակոբյանը կարճ պատասխանեց։ Որովհետեւ մարդիկ շատ դժվարությամբ են ընդունում, որ իրենք մինչեւ այսօր սխալ են եղել։ Մոնին եւ Մանեն խեղդել են 2010 թվականին ծնված Անիին։ Նրանք Երևանի կենթանաբանական այգու բնակիչ առյուծներն են։ Հունվարի 15-ի առավոտյան կոտրվել է 3 տարեկան առյուծի վանդակի ճաղը եւ նա անցել է հարևան վանդակ, որտեղ հարևան 2 առյուծները րոպեների ընթացքում խեղդել են նրան։ Սա կենթանաբանական այգու բացատրությունն է։ Անկումների պատճառները հետեւյալներն են, որոնք որ կարող են լինել կենթանաբանական այգում, հա։ Դրանք առաջինը նշեցի վանդակների ոչ պիտանելիություններ, աշխատողների համար ոչ հարմարավետ աշխատանքային պայմաններն են, եւ մյուսը, որը որ անկախատեսել է, դրանք դժբախտ պատահարներ, ինչպիսին եղավ մեր ուրեմն առյուծի հետ։ Դեպքից հետո մամուրում լուրեր են շրջանառվում, որ առյուծների ագրեսիվ վարքագծի պատճառը եղել են ցուրտն ու սովը։ Դա ուղղակի տգիտություն է, եթե ինչ-որ մի հատ մասնագետի հարցին եք, ուղղակի կպատասխանի, որ կենդանիները, գիշերից կենդանիները սովից իրար չեն շոտում, տարածքի կռիվ է եղել, առաջին սիկտը, որ աշխատել է, դա իր տարածքի պահպանման խնդիրն է եղել։ Այգու մի խումբ աշխատակիցներ անանուն նամակ են հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, նշելով, որ այգում տիրում է անառողջ մթնոլորտ, աշխատանքից ազատվել են մի քանի տասնյակ մարդիկ, տնօրինությունը պատրաստվում է օտարել հողատարածքներ, որ սատկել են 800 կենդանիներ եւ այլն։ Տնօրենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սա առաջին դեպքը չէ, երբ փորձում են տնօրինությանը վարկաբեկող լուրեր տարածել։ Խաչատրյանն ասաց, որ ինքը աշխատանքից հեռացրել է միայն 3 աշխատակցի, մնացած 33-ն աշխատանքից ազատվել են իրենց դիմումի համաձայն։ Ինչ չեն կիսել 33 աշխատակիցները նոր տնօրենի հետ։ Պատկերացրեք այսպեսի մի դրվագ, երբ որ դուք աշխատում եք մի վայրում, որտեղ կարող եք այցելել որ ժամին որ ձեզ հարմար է եւ գնալ աշխատանքից այն ժամին որ ձեզ պետք է, օրերով չգալ աշխատանքի եւ չունենալ հստակ գրաֆիկ եւ հանկարծ մի օր հայտնվում է նոր տնօրեն եւ ստիպում է որ գալ առավոտյան ժամը 9-ին աշխատանքը ավարտելուց հետո գնալ կամ եթե մնում է թույլատվություն ստանալ կարծում եմ ձեր հարցերի պատասխանը կգտնեք։ Այսինքն 31 հոգին այդպես են աշխատել։ Բոլորն են այդպես աշխատել, բայց բոլորը չէ, որ կարող են համաձայնվել եւ պատրաստ լինել փոփոխությունների։ Այգու տնօրենն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ կենթանաբանական այգու գրեթե բոլոր վանդակները անմխիթար վիճակում են, չեն համապատասխանում անվտանգության ընդունված նորմերին, այդ թվում նաեւ կենթանաբանական այգիների ակվարիումների Եվրոպական ասոցիացիայի կողմից սահմանված չափորոշիչներին։ 2011-ի դրությամբ այգու ազատավանդակներն ու շենք շինությունների մի մասը վթարային են։ Այգու տնօրինությունը հավաստիացնում է, որ վերակառուցումը իրականացնելու համար այգին չի փակվել, որպեսզի քաղաքացիներին չզրկեն այգի այցելելու հնարավորությունից։ Այսօր իհարկե հնարավոր է ամեն ինչ անել, որպեսզի նմանատիպ դեպքերից խուսափենք։ Մեղքը իհարկե ընդունվում է, որ կարող է միգուցե արվել ամեն ինչ, որպեսզի չլիներ, սակայն 34 հեկտար տարածք, որը ընդհանրապես ոչ մի արգելապատնես չունի իր շուրջը, յուրաքանչյուր ոք կարող է մտնել այգի գիշերվա ցանկացած ժամին։ Այս տարի այգում ծնվել է 192 ձակ, բայց այսօր կենդանի են 143-ը։ Նամակում նշված այն թիվը, որ սատկել են 800 կենդանի, տնօրենը որակեց հեյրուրանք ու հավելեց, որ անկում ապրած կենդանիների թիվը անցած տարի եղել է 38-ը եւ մեկն այս տարի, նկատի ունենալով առյուծի դեպքը։ Քանի որ քաղաքապետին ուղղված նամակն անանուն էր, մենք այդպես էլ չկարողացանք հակառակ կողմից գտնել որևէ մեկին։
Ֆերմերային շարժում գյուղատնտեսական հասարակական կազմակերպության ղեկավար Սարգիս Սեթրակյանը քննադատում է գյուղնախարարությանը, հայտարարելով, թե այն գերակա ճանաչված այդ ոլորտը զարգացնելու քայլեր չի ձեռնարկում, ինչի հետևանքով էլ գյուղական բնակավայրերում աղքատությունը չի վերանում։ Լրագրողների հետ հանդիպանը նա հավելեց, թե միայն ընտրությունների ժամանակ տարբեր ուժեր այս կամ այն անհրաժեշտ պարագան են տալիս գյուղացուն ու վերջ։ Դրանից հետո գյուղացին իր խնդիրների հետ մնում է միայնակ։ Նավապետություն ինչումնա հագեկը դրապես է գյուղնախարարությունը։ Թող գյուղացին չիմանա, որ ձևի նախարարություն կա ավելի կրանգիստ ինքը կմտածի, որ ինք դա գլուխը ես պատին խփի, մյուս պատին իր գլխի ճարը տեսնի։ Գյուղատնտեսության զարգացման նպատակով ֆերմերային շարժման ղեկավարն իր առաջարկներն է ներկայացրել գյուղատնտեսության նախարարության կոլեգիային, բայց մերժվել է իր համար անհասկանալի պատճառներով։ Փոխանակ աղքատից գնան, մտերեն, բանակի համար եւ այլն, օլիգարխին են մտերում։ Օլիգարխի կարտոֆիլ, օլիգարխի միրգ եւ այլն։ Չի կարելի։ Միջազգային պրակտիկայում էլ կա, զարգացած երկրներում են օգտագործում, որ աղքատ գյուղացուն խրախուսելու նպատակով ասեք պամիդորը 50 դրամա, 60 դրամով նրանից այդ պամիդորը ընդունում են։ Ասուլիսի ներկա Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչ Սոս Հարությունյանը պատմում էր կառավարության հատկացրած արտոնյալ վարկերի մասին։ Դրանք հատկացվում են 14%-ով, որի 4%-ը վճարում է կառավարությունը։ Սոսն ասում է, որ մեկ տնտեսությանը 1 միլիոն դրամից ավելի չեն հատկացնում։ Հաջորդ խնդիրը ժամկետն է, արտոնյալ վարկերը տալիս են 2 տարով։ Գյուղացին առաջարկում է երկարացնել վարկերի հատկացման ժամկետն ու ավելացնել արտոնյալ վարկի գումարը, հակառակ դեպքում այդ ամենը արդյունք չի տա։ Հենց հիմա 18-ից 24%-անոց վարկեր ժողովուրդը ունդեր հերթ կանգնած վերջնում է իրանների փոխապետ։ Հնարավոր է, ասենք ես բանից, ասենք ես 10%-անոց վարկերից այդ մարդկանց չհասնի։ Ուրիշ վարկեր են վերջնում։ Բարձր տոկոս վերջնում, փետրվարին որ պիտի 10%-անոց վարկեր են։ Դա լիմիտով է, սահմանափակ է։ Ստիպված են գնում։ Ստիպված մարդիկ գնում են ավելի բարձր։ Արմավիրի մարզի գյուղացիներն Ազատություն ռադիոկայանի զրույցներում եւս բարձրացնում են նման խնդիրներ։ Գայ գյուղի բնակիչները պատմում են, որ գյուղում գրեթե բոլոր ընտանիքները վարկերի բեռից չեն կարողանում ազատվել։ Բերքը դժվար են իրացնում, ոռոգման ջուր չկա եւ այլն։ Մենք ջրի վրա նստած ենք, ջուր չունենք։ Սա այդ ջոչավորները ձկնաբուծականի տակ են դրել, ստեղի ընդերքի ջրերը քաշում գնում այնտեղ Արարատյան դաշտը ամայանում այդ։ Հիմա այս յուղացին արտադրում է ապրանքը։ Կանանչի, թեկուզ վերջնեն կանանչի։ Չեն թողում որ դուրս տանեն, որ հարստան արտահանեք դեպի։ Չեն թողում արտահանեն։ Դրել են մաքս այնքան են դրել, որ չեն կարող արտահանողները չեն կարող տանել։ Ջերմոցները հերի։ Դրա համար էլ այս խես գյուղացին ինչքան 50-40 դրամով կանաչի ծախի, որ տանի բանկերի վարկերը մուծի։ Հիմա դուք վարկ վերցրել եք։ Այ հələ մի հատ հարուստ եմ մարդ կա։ Հիմա գնաց մեր գյուղը մենակ գյուղ բանկին գնա գալիս է միլիոնավոր դոլարներով վարկի տակա ճռում է։ Ֆերմերային շարժման ղեկավարի քննադատությանն ի պատասխան գյուղնախարարությունից Ազատություն ռադիոկայանին փոխանցեցին, որ առաջիկա օրերին գյուղնախարարը հանդես կգա մամլո ասուլիսով ու կանդրադառնան նաև այդ հարցերին։ Տարեվերջի ասուլիսին գյուղնախարար Սերգո Կարապետյանը նշել էր այդ ոլորտում արձանագրված աճերի մասին, դրական գնահատելով անցնող տարին։ Ես համենայն դեպս պետք է մտածեմ նրա մասին, ոնց երգեմ, որ լավ ստացվի ու մարդկանց սրտերը մտնեմ։ Ինձ համար դա է կարևորը։ Ասում է Դորյանս ռոք խմբի մենակատար Գորսուջյանը, ով այս տարի մայիսին Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում կներկայացնի Հայաստանը։ Ինչ վերաբերում է երգի ընտրությանը, ապա հիշեցնենք, որ Եվրատեսիլին մասնակցող հայաստանյան երգը կընտրվի մարտի 2-ին ժյուրիի եւ հանդիսատեսի համատեղ քվեարկության արդյունքում։ Բնականաբար ոնց որ անցած տարվա մեր ցանկությունը այս տարով կարելի ասել կոմպենսացվեց, հա։ Հիշեցնենք, որ անցած տարի Դորյանս ռոք խումբը Եվրատեսիլ 2012-ի համար գրել էր This is our world summer աշխարհն է երգը։ Երգն ու տեսահոլովակը հայ հանդիսատեսի կողմից դրական արձագանքների էր արժանացել, սակայն հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել էր մասնակցել Եվրատեսիլ 2012-ին, քանի որ այն անց էր կացվում Ադրբեջանի մայրաքաղաքում Բաքվում։ Եթե համեմատենք անցած տարի ձեր ողջունությունը ու այս տարի, տարբերությունը քիչ է։ Կարող անցած տարի մի քիչ Բաքվի հետ կապված ինտրիգան ավելի շատ էր, բայց տարբերությունը շատ մեծ չի։
Այստեղ մեզ համար գերխնդիր չի առաջի տեղ գրավ։ Իհարկե շատ լավ կլինի որ գրավենք, բայց մեր խնդիրը արտիստի խնդիրը իմ կողմից։ Մնացածը կազմակերպիչների խնդիրն է ինձ թվում է։ Մեր խնդիրը լավ ելույթ ունենալն է։ Նրա կարծիքով եվրոպացիների համար Եվրատեսիլն ավելի շատ տոն է եւ ոչ երգի մրցույթ, իսկ հայերի մոտ դեռևս առկա է այն կարծրատիպը, թե եթե մրցույթի ես մասնակցում, ապա պետք է անպայման հաղթանակով վերադառնաս։ Ինքը լուրջ բան է, բայց ինքը այնքան լուրջ չի, որ մարդիկ մի քիչ հայերը շատ, մի քիչ ուրիշ բոլորի մասին չի խոսքը, այսինքն կան այդպիսի զանգված կա, որ մի քիչ այսպես պետք է գնաս հաղթես, բան ինչ որ sense են վերաբերվում, բայց ինքը տոն է իրականում ու կարելի է վերաբերվել որպես տոն։ Եվրոպացիների համար դա տոն է։ Ես փորձելու եմ ներկայանալ որպես երաժիշտ, չեմ փորձելու ոնց որ Եվրատեսիլի ֆորմատում հա ընդունված է ինչ որ ապարել բան ինչ։ Շատ հասարակ, շատ պարզ, քիչ ինչ որ բան լինի, հա, հասարակ ու գրավի մարդկանց։ Իսկ կարա լինի ասենք ահա որ ծախսատար, ինչ որ շատ փողեր ծախսվի, բայց ոչինչ չասի մարդկանց, էլի։ Կարևորը ինչ որ միտք լինի, ինչ որ բան ասի մարդկանց, ինչ որ բան փոխանցի, մեսեջ։ Մարտի 2-ին կանալիք հայաստանյան երգի ընտրության ժամանակ Դորյանսը կկատարի նաև սեփական հեղինակային ստեղծագործությունները, իսկ այն հարցին, թե ինչպես է գորը պատրաստվում կերել Եվրատեսիլյան հանդիսատեսին, պատասխանեց. Անկեղծ լինեմ ընդամենը։ Այսօր աշխարհում դեֆիցիտ է մի քիչ անկեղծ լինելը, որտեվ ամեն ինչը այսօր շոու է, խաբելու վրա է մի քիչ։ Շատ խոսք ես չեմ կարող ասել ինչ որ ոգեշնչող, ես կարող եմ ոգեշնչող երգել, որտեվ դա իմ մասնագիտությունն է, իսկ մնացածին ինձ թվում է ոգեշնչելու հարցում մեզ նույնպես պետք է զրիցելը ոգեշնչի։ Դե քեզ հաջողություն ենք մաղթում։ Նախ եւ առաջ մարտի 2-ին, երբ կընտրվի քո երգը, մաղթում ենք, որ սրտից լինի այդ երգը, որ սրտանց կատարես ու քո այդ անկեղծությունը փոխանցես, ու արդեն մայիսին կանալիք Եվրատեսիլին, այնպես ներկանաս, որ բոլորին ցնցես։ Շնորհակալ եմ, մերսի։